Ուղիղ եթերում Ազատություն TV-ն է, թողարկման այս հատվածում տաղավարում հյուրընկալել են քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին, բարև ձեզ պարոն Բադալյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Խոսելու ենք նախընտրական այս շրջանից, փորձենք բոլոր կուսակցություններին այսպես անդրադառնալ, բայց նախ թերևս ամենաայսպես օրվա գլխավոր թեմային մասին փոքրիկ խոսենք։ Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի այսպես աջակցող Պաշտպանության նախկին նախարար Ղարաբաղի Սամվել Բաբայանի ձերբակալության մասին է խոսքը։ Համակիրները շատ են արդեն հայտարարել, որ սա քաղաքական է, սա դաշինքի նկատմամբ ճնշումներ է, անգամ այսօր ազատամարտիկները խոսեցին, որ ի վերջո կարող է, չգիտեմ, այդ ձերբակալությունները հասնեն ընդհուպ միջև Սեյրան Օհանյանին, դաշինքի գլխավորող, ըստ ձեզ իսկապես այստեղ քաղաքական ենթատեքստ կա։ Քաղաքական ենթատեքստի մասին արձագանքները միանգամայն բնական են, եթե ձերբակալվում է քաղաքական գործիչ, նշանակալի քաղաքական գործիչ, եւ դեռևս ներկայացված չեն հասարակության համար համոզիչ ապացույցներ, որ իսկապես այդ գործչի հանդեպ նման քայլը ուներ հիմնավորվածություն։ Եվ քանի դեռ այս ապացույցները չկան եւ դրանք միայն լինելը նույնիսկ բավարար չի լինելու, իհարկե դրանք պետք է շատ համոզիչ լինեն, որպեսզի քաղաքական հետապնդման մասին այլևս հայտարարություններ չլինեն կամ դրանք չլինեն արդեն հիմնավոր։ Այնպես որ այս արձագանքները միանգամայն բնական, միանգամայն տրամաբանական են, ոչ միայն Սամվել Բաբայանի եւ Օրո դաշինքի դեպքում, կարծում եմ ցանկացած այլ քաղաքական գործչի եւ ուժի դեպքում առաջին արձագանքը լինելու էր այն, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, քանի դեռ առնվազն չկան համոզիչ ապացույցներ։ Դաշինքի առաջնորդները, անդամները հայտարարում են, որ իրենց այդ դաշինքի վարկանիշը օրեցօր այսպես աճում է եւ այս ձերբակալությունը ինչ որտեղ նաեւ կապված է դրա հետ։ Իսկապես ըստ ձեզ իշխանությունները մտավախություն Օրո դաշինքի նկատմամբ եւ թե ավելի շատ այստեղ մտավախությունը հետընտրական էր, որտեղ մամուլը գրում էր, որ գործողություններ են հատուկ ծրագրվում Սամվել Բաբայանի գլխավորությամբ հետընտրական շրջանում։ Անկեղծ ասած, Օրո դաշինքի վարկանիշի դինամիկային ծանոթ չեմ, նույնիսկ այսպես վիզուալ մոտավոր առումով։ Այս արձագանքները իհարկե լինել Սամվել Բաբայանը իշխանության համար։ Եթե խոսքը այսպես ընտրական գործընթացում մրցակցային վտանգի մասին է, ապա այդպիսի վտանգ չեմ տեսնում, եթե չեմ կարծում, որ Օրո դաշինքը այդպիսի վտանգ ներկայացնում էր նույնիսկ աճող վարկանիշի պարագայում։ Համենայն դեպս, եթե նույնիսկ կար վտանգ, ապա իշխանությունը ուներ այդ վտանգը չեզոքացնելու բազմաթիվ այլ այսպես փափուկ ուժային տարբերակներ։ Ես կարծում եմ, եթե վտանգի մասին խոսենք, ապա կարող է խոսքը վերաբերվել հենց այն հանգամանքներին, որոնց մասին նաև մամուլում էր գրվում, այդ հետընտրական զարգացումները, ապակայունացման փորձ եւ այլն, բայց այս ամեն ինչը իհարկե կարող է լինել միայն ենթադրությունների ոլորտում, դեռևս գոնե, թեպետ Օրո դաշինքը ակնհայտորեն այն գործնականում միակ ուժն էր, որը խոսում էր այն մասին, որ եթե ընտրությունները կեղծվեն, ապա կգնան հետընտրական զարգացումներ։ Երկու անգամ նրանց վերաբերյալ նաև Սասնա ծռերը այսօր են։ Այո, այս ամեն ինչը իհարկե ստեղծեցին որոշակի մթնոլորտ եւ ինչ որ իմաստով առանձնացրին դաշինքը մնացած մասնակիցներից իրենց կոշտ ռետորաբանությամբ Օրո դաշինքը որ ապրիլի 2-ին հաջորդելու ապրիլի 3-ը համենայն դեպս այս ռետորաբանության տեսանկյունից Օրո դաշինքն էր այս ընտրական գործընթացում առանձնանում եւ իր վրա վերցրել այս արմատական, առավել կոշտ ռետորաբանություն։ Կարող ենք ասել, որ հետեւաբար իշխանությունը ամեն ինչ անելու է, որ այս դաշինքը խորհրդանում չլինի։ Չգիտեմ, գուցե իշխանության համար իսկապես սա տարբերություն մյուս այն ուժերի, այդպես ավելի շատ այսպես անդիմադի եւ կոշտ կոմպրոմիսի չգնալու այս տրամադրվածությունը իշխանության մոտ էլ առաջացնի նման կոշտ վերաբերմունք, հավանականություն իհարկե կա։ Իսկ ազատամարտիկները, որ այսօր նշում են, որ հնարավոր է նաեւ Սեյրան Օհանյանին հասնել այս ձերբակալությունը, այդ սցենարը ըստ հավանական է թե ոչ։ Գիտեք, Հայաստանում ես կարծում եմ այսպես է խնդիրը, իշխանությունը նման քայլերի գնում է կամ եթե կան շատ լուրջ անձնական խնդիրներ, այսպես միջանձնային հարաբերություններ, շատ լուրջ խնդիրներ։ Ենթադրենք իշխանության մեջ որևէ ազդեցիկ գործ չի, լինի դա Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ որոշում կայացնող։ Կարող է ասենք, չգիտեմ, բացի Սերժից այլ անձի հետ լինի կոնֆլիկտը եւ ձերբակալվեն այդ մասշտաբի մարդիկ։ Շատ է նշում, որ երբեմն երբ քննադատում են իհարկե քիչ հավանական է, այո, հիմնականում լինում է առաջին դեմքի հետ, բայց կրկնեմ, այստեղ անձերը չի էական է, որպես երևույթ կարծում եմ
Նման քայլեր լինում են կամ այդպես միջանձնային շատ լուրջ խնդիրների դեպքում, կամ երբ իշխանությանը, ընդհանուր իշխանությանն է լուրջ սպառնալիք լինում։ Եվ այս իմաստով, եթե լինեն այսպիսի հանգամանքներ, չի բացառվում ցանկացածի ձերբակալությունը այս տեսանկյունից։ Մյուս կողմից իհարկե, եթե խոսքը վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա այստեղ իհարկե պետք է նկատի առնենք, որ բավական այլ քաղաքական այսպես շրջանակ է Սեյրան Օհանյանի շուրջ եւ ես օրինակ չէի համեմատի Սամվել Բաբայանի հետ, կարծում եմ։ Պարոն Բադալյան, խոսենք հա ընդհանուր արդեն նախընտրական այս քարոզարշավից առաջին ընտրություններն են ըստ էության մեզ համար դեպի այսպես խորհրդանական հանրապետության անցման մոտ 1 շաբաթ է մնացել, դեռևս մի փոքրիկ ավել 8 օր է մնացել քարոզարշավի ավարտին, հաջողվեց այդ 9 քաղաքական ուժերին իսկապես նոր այսպես մշակույթ ներմուծել այս նախընտրական քարոզության մեջ հաշվի առնելով հենց իմ նշած այն հանգամանքը, որ բոլորովին այլ ընտրություններ են, եթե նախորդ խորհրդանական ընտրություններում մի փոքր շեշտ այլ այսպես ծրագրերի գաղափարների կամ այլ այսպես մարտավարություն պետք է որդեգրեին, հիմա բոլորովին նպատակն այն է հաշվի առնելով, որ իրենք են փաստացի դառնալու հենց ամբողջ այսպես իշխանություն ձևավորողները։ Եթե խոսենք նոր դրսևորումների մասին, ձևերի մասին, նոր հռետորաբանության, ինչ որ որոշակի կրեատիվության մասին, գուցե որոշների ինչ որ բան հաջողվեց, բայց եթե խոսքը մշակույթի մասն է, ես կարծում եմ մշակույթի նոր մշակույթի առանցքային հանգամանքը դա խաղի կանոններն են, եթե չեն փոխվում խաղի կանոնները, իսկ խաղի կանոնները մշակում է եւ ներկայացրել է իշխանությունը եւ մնացած բոլոր ուժերը գործնականում համաձայնելով դրան մտել են այդ խաղի մեջ, ես կարծում եմ այստեղ նոր մշակույթի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Կարողացան անգամ այսպես բացատրել քաղաքացիներին, որ այսուհետ, չգիտեմ, բոլոր այսպես խաղի կանոնները հենց իրենք են թելադրելու, այսինքն ազգային ժողովը նկատի ունի, խորհրդարանը։ Եթե խորհրդարանի այսպես վճռորոշ դերի ընկալման մասին է խոսքը, ընտրություններից առաջ քաղաքական շատ ուժեր հենց նշում էին, որ իրենք փորձելու են հենց այս գաղափարը առաջ տանել, քաղաքացիներին համոզել, որ չգնալ այսպես հա կեղծիքների գումար չվերցնել, կարևորելով, որ հասկացնելով մարդկանց, նրանց գիտակցության մեջ սերմանելով հենց այդ պահը, որ այս ընտրությունները շատ կարևոր են, այսինքն ես չեմ կարծում, որ դա հնարավոր է սերմանել 2-3 շաբաթվա ընթացքում։ Դա առնվազն կարծում եմ 2-3 տարի պահանջող հետևողական գործընթաց է, եթե նույնիսկ հաջողվի դա իրականացնել 2-3 տարում, որովհետև եթե խոսքը վերաբերվում է տարբերակ ենք, եթե խորհրդարանի քաղաքական դերակատարման, կառավարման համակարգում խորհրդարանի դերակատարման մասին է, այստեղ անխուսափելիորեն իներցիոն դեռևս ընկալվելու է խորհրդարանը նախկին, այսպես ասած, նախկին համակարգի շրջանակում։ Առնվազն այս ընտրությունը անխուսափելի է այդ ընկալումը։ Եթե խոսքը վերաբերվում է ընտրակաշառք չվերցնելու, ընտրություն կատարելու չափանիշներին, քաղաքական գործիչների միջև եւ ուժերի միջև ընտրությանը, ապա այստեղ, այսպես ասեմ, ընտրողի գիտակցություն, քաղաքացու գիտակցություն ձևավորելու process-ը դա չի կարող տևել նախընտրական շրջանում, դա շատ երկարատև եւ հետեւողական աշխատանք է պահանջում ընդդիմությունից եւ կարծում եմ միջև հիմա կիրառված մարտավարության խորքային փոփոխություն, եթե կա այդ խնդիրը լուծելու իրապես ցանկություն։ Ասացիք, որ խաղի նույն կանոններն են, հա, գործում, այսինքն ինչ նկատի ունեք։ Ոչ թե նույն, այլ կանոնները թելադրողը իշխանությունն է, այսինքն որոշակի փոփոխություն իհարկե տեղի է ունեցել, հենց օրինակ մենք տեսնում ենք ընտրական համակարգի փոփոխությունը, այդ ռեյտինգային կիրառումը եւ այլն։ Այսինքն կանոնների որոշակի փոփոխություն եղել է, խնդիրն այն է, որ ելի այդ փոփոխությունը թելադրողը այս նույն մեթոդներով են բացատրել, այո։ Դե մենք տեսնում ենք օրինակ, որ նահազանգեր հարցուցակագրում։ Այո, մենք տեսնում ենք իհարկե, որ այդ ավանդական մեթոդները եւ ի վերջո խնդիրը իշխանությունը պահելն է, այսինքն ակնհայտ է այդ խնդիրը եւ այդ իշխանությունը պահելու խնդրի առաջ իշխանությունը կանգ չի առնի, կարծում եմ որևէ բանի առաջ։ Շատ բարի։ Անդրադառնանք լավ, դերևս հերթականությամբ Ծառուկյան դաշինքի ռեյտինգը, հա, տարբեր այսպես սոցհարցումների ասում են, որ ինքն է առաջատարը։ Իսկապես կարծում եք, որ մեծ ընտրազանգված ունի, հաղթելու շանսեր ունի Ծառուկյան դաշինքը։ Սոցհարցումները իհարկե երկու ասպեկտ կարող են ունենալ, այսինքն մենք շատ դեպքերում չենք վստահում դրանց եւ համարում ենք, այսինքն նաեւ հասարակությունը ակնհայտորեն, որ այդ սոցհարցումները ինչ որ պատվիրված են, բայց անկախ այդ ամեն ինչից սոցհարցումները մի բան են եւ իրականությունը մեկ այլ բան։ Մենք նաեւ տեսնում ենք, թե մարզերում ինչպես են դիմավորում։ Մենք դա տեսել ենք նաեւ 2007 թվականին, մենք դա տեսել ենք 2012 թվականին, անձամբ ես համոզված եմ, որ այդ երկու ընտրությանն էլ առաջատարը եղել է Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ն եւ երկու դեպքում էլ եւ կասկած չկա երևի որ հանրապետականը չէր կարող հաղթել, բայց տեսել ենք բոլորովին այլ արդյունքների
հանրահավաքներ էր կազմակերպում, այո, տեսել բայց ենք արդյունք բոլորովին այլ արդյունքի արձանագրում։ Հետևաբար խնդիրը այն է, թե Գագիկ Ծառուկյանը, որը ինչ որ իմաստով նաև այդ համակարգի ներկայացուցիչն է, ոչ թե ինչ որ իմաստով, այլ ուղիղ իմաստով, եւ նա որպես քաղաքական գործոն, որպես ռեսուրս ձևավորվել հենց այդ համակարգում։ Եթե նա չլիներ այդ համակարգի մաս, նա չէր լինի Գագիկ Ծառուկյան, չէ՞, սա կարծում եմ աներկբա է։ Եվ ամբողջ խնդիրը հետեւյալն է, թե ինչպես են պայմանավորվելու համակարգի ներսում արձանագրված պատկերը, արդյունքները բաշխելու եւ այլնի հարցում։ Մենք տեսել ենք երկու ընտրություն, ինչպես նշեցի։ Եվ նաև մի բան, որ մի քանի ժամ առաջ կարծես թե հրապարակվեցին նոր սոցհարցումների տվյալներ, ըստ որոնց արդեն հանրապետականը կարծես թե այդ սոցհարցումներով անցել էր առաջ Ծառուկյան դաշինքից մոտավորապես 30%։ գործոններ, կարծես թե Կարեն Կարապետյանը։ Սա տեխնոլոգիան է, կարծում եմ, բացատրվում է, որ Կարեն Կարապետյանի շնորհիվ է վարկանիշն աճել, բայց արձանագրվում է արդեն, որ հանրապետականներին դեռ կանդրադառնանք, Ծառուկյան դաշինքում Գագիկ Ծառուկյանը միայնակ է վարում իր բոլոր այսպես քարոզարշավը, մինչդեռ այդ դաշինքի անդամներ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մերկումյանը առանձին են։ Եվ իրենց այսպես այդ հանրահավաքներում էլ է ակնհայտ տարբերությունը զգացում, այսինքն Նաիրա Զոհրաբյանը ավելի այսպես կոշտ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, մինչդեռ Գագիկ Ծառուկյանը քննադատում է ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական իրավիճակը, բայց նաև մեր կողմից հարցը հնչեցվեց ով է մեղավոր իշխանությունները, ասած որ ոչ իշխանությունները մեղավոր չեն։ Ձեր կարծիքով հենց պատճառը սա է, որ առանձին են, այսինքն տանում իրենց քարոզարշավը։ Երբևէ չի եղել մինչ այս պահը, որ նրանք միասին գնան որևէ համայնքում պես քարոզարշավ իրականացնեն։ Խուսափում է նկատի ունեմ Գագիկ Ծառուկյանը։ Մենք սա ականատես ենք եղել նաև նախորդ ընտրություններում, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես էր գալիս բավական զուսպ եւ զգուշավոր այսպես դիրքերից, փոխարենը կար Բարգավաճ Հայաստանում արմատական թեվ, եւ այդ արմատական թևի կարծիքները սովորաբար համարվում էին անհատական կարծիքներ։ Նաև նույն Եռյակ քարյակի ժամանակ էր կարծես այդպես։ Այո, նաև այդ շրջանում։ Նաիրա Զոհրաբյանը ավելի վաղ իշխանապողության մասին խոսում։ Այս իմաստով կարծում եմ այդ արմատականությունը որոշակի իլյուստրացիոն տար է ընդհանրապես բաղադրիչ է, որը չի կազմում Գագիկ Ծառուկյանի այս ամբողջական վարկանիշային ամբողջ փաթեթը դրանով չի կազմվում։ Ես կարծում եմ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը այդ արմատական տրամադրությունների վրա չի ձևավորում, դա ընդհանրապես որոշակի համեմունք է եւ այդ պատճառով էլ Ծառուկյանն ինքը դրան աշխատում է չառնչվել շատ։ Ծառուկյան դաշինք ասելով բոլորս հասկանում ենք, որ նկատի ունենք Գագիկ Ծառուկյան, Գագիկ Ծառուկյան ասելով նկատի ունենք հենց նաեւ ի վերջո, ինչպես նշեցի, վերջում արդեն այդ համակարգային սուբյեկտային պայմանավորվածությունները իշխող։ Այսինքն կոալիցիա դուք պատկերացնում եք։ Կոալիցիա չեմ պատկերացնում։ Այդ թեմայով Գագիկ Ծառուկյանը խոսեց։ Կոալիցիա չեմ պատկերացնում, որովհետև կա որոշակի թյուր ընկալում, որ եթե խոսում ենք իշխանության այդ որոշակի պայմանավորվածությունների մասին, ապա սա անխուսափելիորեն ենթադրում է կոալիցիա։ Նաև ի տարբերություն նախորդ, ընտրական օրենսգրքի այս կոալիցիան տարբերվելու է, որովհետև միջ այս գործող կոալիցիաները թեկուզ եւ նշվում է, որ եղել է նաև ձևական ինչ-որ առումով, որովհետև հանրապետականները մեծամասնություն են, բայց տվյալ դեպքում դա նաև ընտրական օրենսգրքի պահանջ է, եթե երկրորդ փուլի լինում կոալիցիա։ Ոչ Գագիկ Ծառուկյանը եւ ոչ էլ հանրապետականը, տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը, ասենք, ես կարծում եմ միմյանց հետ կոալիցիայի անհրաժեշտություն գոնե այս պահին չունեն եւ տեսանելի հեռանկարում էլ նրանք միմյանց հետ պայմանավորվածության շրջանակը հետ ընտրական խաղի կանոնների պայմանավորվածության։ Այդ դեպքում տեսեք, շատ է նշում նաև, որ պարոն Բադալյան 50%-ից ավել ձայններ ոչ մի կուսակցություն չի կարող հավաքել։ Այդ դեպքում կամ երկրորդ փուլ կամ կոալիցիա։ Դե դա դեռ պետք է տեսնենք։ 54%։ Շատ է նշում 50+1, բայց 54%-ն է։ Որովհետև եթե հիմա արդեն ընտրությունից 10 օր առաջ հանրապետականին սոցհարցումները վերագրում են կամ արձանագրում են, չգիտեմ, այսպես կանխավարկածը անաչառության իհարկե պետք է պահենք, արձանագրվում է 30% եւ 82% մոտարապես ռեյտինգ ունեցող վարչապետ է արձանագրվում։ Նախորդ դեպքերում էլ, հա, դեռևս 42%-ից չի անցել հանրապետականը երբեք։ Հա, բայց նախորդ դեպքերում չկար նաեւ այս ռեյտինգային, այսպես ասած, հա, բուն խնդիր էր, գաղտնի զենք ռեյտինգային, եւ այս պարագայում, այս ցուցանիշային պարագայում, որ վերագրվում է հանրապետականին, ամենևին անիրական չի համարվում, որ հանրապետականը կգնա 54% վերցնելու, այսինքն 54%-ի խնդիր չէ, մեծամասնությունը միանձնյա վերցնելու քայլի կարող է գնալ, որովհետև ի վերջո մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում բաշխվածությունը եւ ապակենտրոնացվածությունը այնպիսին է, նաեւ շահերի բախումը այնպիսին է, որ հանրապետականը միանգամայն կարող է իրեն թույլ տալ նման հավակնոտ քայլ, չունենալով շատ մեծ առճակատում։ Երկրորդ ուժը Բարգավաճ Հայաստանն է եւ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի պայմանավորվել Գագիկ Ծառուկյանի հետ,
շատ հավանական է դառնում նաև հերթական անգամ Բարգավաճ Հայաստանի արկայության պայմաններում հանրապետականի, այսպես ասած, բացարձակ մեծամասնության։ Քանի որ հանրապետականներից խոսեցինք, Կարեն Կարապետյանը մինչ այս պահ կարողացավ իր դերը, իր գործառույթը ճիշտ իրականացնել։ Նկատի ունեմ այդ քարոզարշավ գլխավորելը։ Եթե դեր ու գործառույթ համարում ենք ընդհանրապես լիցքաթափել լարվածությունը, հատկապես այն լարվածությունը, Շատ է նշում, որ հենց նրա կերպարը, այսինքն ես կարծում եմ որոշակիորեն այս գործառույթը իհարկե իրականացրեց։ Ունի այլ գործառույթ, այլ դերակատարում, ես կարծում եմ իհարկե ունի եւ խորհրդանի ընտրությունից հետո 1 տարվա ընթացքում իշխանության ձևավորման գործընթացը Հայաստանում արդեն տեղափոխվելու է բացարձակապես իշխող համակարգի դաշտ, որովհետև այս խորհրդանի ընտրությամբ չէ իհարկե ոչինչ ավարտվում, կա 2018 թվականի խնդիրը, 2018 թվականին Սերժ Սարգսյանը կամ հեռանում է, կամ մնում է, այս հարցերը կան, եթե հեռանում է, ով է լինելու վարչապետ, ում է նա Դեպ այդ հարցը նաև նրան է հնչել, նա չի պատասխանել ըստ էության արդյոք 18 թվականից հետո հաղթանակի դեպքում որովհետև կա մեծ անորոշություն, ի վերջո նաև Գագիկ Ծառուկյանի վերադարձը պայմանավորված է նաև այդ անորոշությամբ, ասենք, ինչն էր Գագիկ Ծառուկյանի գլխավոր մոտիվացիան, դա այդ անորոշության պայմաններում սեփականության անձեռնմխելիություն, անվտանգություն եւ այլն, որովհետեւ նա խոշոր կապիտալի ներկայացուցիչ եւ չի կարող չհետաքրքրել նրան։ Այսինքն նրա դերը, նրա անձը կարողացավ փոքր-ինչ վարկանիշ բարձրացնել հանրապետականներին։ Տեսնում ենք, որ նա նոր մշակույթ է, նրա դերը անձը կարողացավ փոխել որոշակի մթնոլորտ։ Կարծում եմ կարողացավ փոխել որոշակի մթնոլորտ եւ ընդհանուր տրամադրություն հանրապետականի շուրջ։ Լիցքաթափել այսպես շատ մեծ սուր արմատականություն հանրապետականի շուրջ։ Բայց հանրապետականի ձայն բերելու, այսպես ասած, հիմնական գործոնը դա իհարկե լինելու է ռեյտինգային համակարգը։ Ինչ ձայն եք կանխատեսում հանրապետականների համար ձեզ արդեն ասացիք, որ հնարավոր է նաև հենց ենթադրում եմ համենայնդեպս նկատելի է, որ հանրապետականը թեպետ նախապես իհարկե խոսվում էր բոլորովին այլ տրամադրվածության մասին, բայց ենթադրում եմ, որ հանրապետականը համենայն դեպս ոչ անհավանական չի համարում, այսպես ասենք, միանձնյա մեծամասնություն, հերթական անգամ միանձնյա մեծամասնություն վերցնելու տարբերակը հենց մեկ փուլով։ Ես կարծում եմ, որ հանրապետականի առաջ տեսանելիորեն այդ խնդիրը դրված է։ Լավ, հանրապետականներից հետո անցում կատարենք Հայ ազգային կոնգրեսի։ Դա իհարկե չի նշանակում, որ աներկբա լուծելի է այդ խնդիրը, բայց ես տեսնում եմ, որ շատ մեծ է հավանականությունը եւ հանրապետականի համար այդ խնդիրը պրակտիկ խնդիր է արդեն։ Անցում կատարենք իշխող հանրապետականից նրանց, այսպես ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, հա, շատ է նաեւ խոսվում այս օրերին, որ կա պայմանավորվածություն այս երկու ուժերի միջև, խոսքը հենց մասնավորապես խաղաղության այդ ծրագրի մասով էր, նաև հենց իրենք են Հայ ազգային կոնգրեսները հայտարարում արդեն, որ եթե անգամ իշխող հանրապետականը առաջ տանի այս ծրագիրը, իրենք կաջակցեն։ Բայց նախ հարցս այսպես ձևակերպեմ, Հայ ազգային կոնգրեսին ըստ փաստորեն չստացվեց այդ խաղաղության ծրագիրը դարձնել այս քաղաքական բանավեճերի լուրջ թեմա։ Ես չեմ էլ կարծում, որ կոնգրեսը ուներ նման խնդիր։ Կոնգրեսը պարզապես այդ ծրագիրը, այդ խաղաղության Արցախի խնդրում մոտեցումը դիտարկեց։ Իրենք հայտարարում էին, որ մյուս ուժերը չունեն եւ հետեւաբար այստեղ փոքրինչ կարծում էին, որ գոնե այս հարցի շուրջ կարող են բանավիճել եւ այսպես Դե հայտարարությունների մակարդակն իհարկե այլ է, բայց ես կարծում եմ բուն շարժառիթը ընդամենը ընտրել այն խնդիրը, որով կոնգրեսը կարող էր առանձնանալ եւ որով կոնգրեսը կարող էր խորհրդարանում եւ այդ քաղաքական ներկապնակի ակտիվ մասում իր տեղը պահպանելու, այսպես անհրաժեշտությունը ձևակերպել առաջին հերթին իշխանության համար, որովհետեւ իշխանությունը չխանգարի հավաքել այն, ինչ որ կարող է կոնգրեսը հավաքել, եւ եթե մոտենա 7%-ին իշխանությունը խոչընդոտ չհանդիսանա արձանագրելու դա եւ կարծում եմ նաեւ որոշակի աշխարհակաղակական կենտրոնների, որ կոնգրեսը ունի անհրաժեշտություն լինել հայաստանյան քաղաքական ներկապնակում։ Այս թեմայի վերաբերյալ ես հիշում եմ մոտ կես տարի առաջ միասին զրուցել ենք, այսպեսի մի արտահայտություն անեցիք, որ ցավալին այն չէ, որ ավելի շատ ցավալին այն չէ, որ հա Լևոն Տեր-Պետրոսյանը նման առաջարկներ է անում, այլ ավելի շատ ցավալի է, որ այս անցնող 20 տարիների ընթացքում որևէ մեկ այլ ուժ, այսպես այլ ընտրանք չառաջարկեց, այլ ծրագիր չներկայացրեց։ Այս նախընտրական շրջանում էր, այսինքն նրանց նախընտրական ծրագրերում էլ կարծես թե չկա, այ որևէ այլ ուժ այս խնդրի վերաբերյալ կոնկրետ որևէ առաջարկ, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է նույնիսկ հանրապետականների մասով, որ որոշակիություն շատ չկա, հստակ չէ։ Սա ակնհայտ փաստ է, որ չուներ պատկերացում
Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, Ես դրա համար կարծում եմ, չկա։ այստեղ մի քանի գործոնների խնդիր է, սկսած աշխարհընկալումից, քաղաքականության վերաբերյալ պատկերացումներից, որովհետև ընդհանուր բոլորի մոտ էլ կարծում եմ պատկերացումը հետևյալն է, եթե մենք այստեղ Հայաստանում մի բան ենք ասում, մի միտք ենք առաջ քաշում, մի գաղափար, մի դիրքորոշում, ինչպես կընկալվի այս ամեն ինչը աշխարհաքաղաքական այս կենտրոնում կամ այն կենտրոնում, ինչ կմտածի Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը, այսինքն որևէ մեկի համենայն դեպս հիմնական քաղաքական դերակատարների մոտ չկա հետևյալ պատկերացումը, որ մենք քաշենք որևէ դիրքորոշում գաղափար եւ փորձենք այդ ներկայացնել աշխարհաքաղաքական կենտրոններին եւ պաշտպանել այնտեղ մեր շահը արտահայտող ձևակերպված գաղափարը։ Բոլորի համար ելակետայինը հետևյալն է, մենք այստեղ որ ինչ որ բան ենք ասում, այնտեղ ինչ են մտածում, այդ ասածին լավ են վերաբերվում, վատ կվերաբերվեն։ Այս լավ, ի վերջո, եթե այնպես ստացվեց, որ նրանք եկան իշխանության, ի վերջո պետք է ունենան այդ ծրագիրը։ Շարունակվելու է նույնը, չեն կարող ունենալ, շարունակվելու է նույնը, այսինքն այն ինչ որ շարունակում է հիմա հանրապետականը, ընդհանուր առմամբ իրավիճակային որոշումներ, ընդհանուր առմամբ հույսը այն է, որ մենք այո կասենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, բայց ինչ որ պատճառով դա տեղի չի ունենա, Ադրբեջանը չի համաձայնվի կամ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա այս տարակարծությունների պատճառով այդ բան որևէ պլան չի պարտադրվի եւ այլն։ Այսինքն մենք ժամանակավոր ինչ որ այսպես իրավիճակից բխող դիրքորոշում արտահայտենք, ինչ որ բան կլինի առանց մեզ եւ մենք դրանից կշահենք։ Գործնականում բոլորի մոտ էս մոտեցումն է, դրա համար որևէ քաղաքական ուժ չի համարձակվում։ Լուրջ ընդդիմացողներ կլինեն, եթե անցավ ընտրությունները, եկավ ինչ-որ մի պահ, 1 տարի հետո, 2 տարի հետո եւ իշխանությունները ի վերջո ինչպես առաջին նախագահն նշում, այս կարգավորման այս փաստաթղթի շուրջ փորձում են գնալ համաձայնության, ընդդիմացողներ կլինեն, խորհրդանում ըստ Հիմա շատ կան այսպես։ Եթե կարծում եմ, որ հայտարարում են ոչ մի զիջում, չէ, այդ հայտարարությունները ոչ մի զիջում հայտարարություն ձևակերպում է սովորաբար հետևյալ կերպ։ Ոչ մի զիջում, քանի դեռ Ադրբեջանը այսպես կրակում է եւ այլն։ Այսինքն դա էլ իշխանությունն էլ հիմա դա է ասում։ Գործական բոլորն են այդպես ասում, բայց դա իրավիճակային խնդիր է, այսինքն պետք է քաղաքական ուժը ունենա իր ռազմավարությունը եւ պատկերացումը, թե ընդհանրապես այս խնդրի վերաբերյալ ինչպիսի լուծում է պատկերացնում։ Լավ, հիմա ոչ մի զիջում, քանի դեռ Ադրբեջանը կրակում է։ Իսկ եթե Ադրբեջանը ասում է լավ, էլ չեմ կրակում, եկեք նստենք։ Այդ դեպքում որևէ քաղաքական ուժի մոտեցում տարբերվում է այն մոտեցումից, որ արտահայտում է Լևոն Տեր-Պետրոսյանը կամ, ասենք, իշխանությունը այս 20 տարիների ընթացքում ընդհանրապես։ Ես չեմ տեսնում այդ տարբերությունը։ Երկդաշինքից ինչ կարող եք ասել։ Նրանք էլ կարծես են նոր այսպես մարտավարություն ունեն, հա, նոր մեթոդներով են փորձում։ Կարծում եմ երկդաշինքը որոշակի արդյունավետությամբ կարողանում է օգտագործել իր այսպես երիտասարդ լինելու, երիտասարդներից հիմնականում կազմված լինելու եւ այսպես հիմնական նորարարական բաները կարծես թե նրանցից է։ Այդ երիտասարդ լինելու նոր դեմքեր ունենալու այս հանգամանքը կարողանում է օգտագործվել, բայց այդ հանգամանքը ես կարծում եմ կօգնի դաշինքին ընդամենը 7%-ի խնդիրը լուծել, ավել խնդիրներ եթե կան, համենայն դեպս միջոցները, որ գործադրվում են կամ մոտեցումները բացարձակ համարժեք չեն որևէ ավել խնդիր լուծելու, որտեղ օրինակ հենց այդ նույն Արցախի հարցում, նույն բազմաթիվ այլ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքական հարցերում ինձ ծանոթ չի դաշինքի մոտեցումը, ոչ միայն ծանոթ չի, հասկանալի չի, մենք ոչ Եվրոպամետ ենք, ոչ արևմտամետ ենք, մենք Հայաստանամետ ենք, այս արհեստական կարծում եմ մոտեցումները, սրանք վկայում են, որ քաղաքական նշաձողի իմաստով դաշինքը բացարձակապես հեռու է առանցքային դերակատար լինելուց։ Բայց այդուհանդերձ կարծում եք, որ նրանց կհաջողվի։ Ես կարծում եմ, այո, խորհրդարանում հայտնվելու խնդիրը նրանց կհաջողվի, որտեղ այդ երիտասարդ լինելու նոր դեմքերի, նաև իհարկե կան պոպուլյար ոչ նոր, բայց պոպուլյար դեմքեր, որոնք իհարկե հանրության համար համակրելի են, որոնք հռետորական իմաստով բավական լսելի են հանրությանը, եւ այս գործոնները իհարկե կօգնեն դաշինքին գոնե խորհրդարանում հայտնվելու այդ նվազագույն խնդիրը լուծել։ Ելքի իմաստով ինձ համար շատ ավելի կարևոր է, թե դաշինքը այդ մեկ կուսակցություն դառնալու նպատակը ինչ ընթացք է տալու դրան եւ ինձ բացարձակ կարևոր չի կունենան խորհրդանում 7 տեղ, 8 տեղ, թե 10 տեղ, շատ ավելի կարևոր է թե այդ հետագա մեկ կուսակցություն դառնալու եւ իսկապես արդեն ինստիտուցիոնալ առումով քաղաքական դաշտ նոր որակ բերելու խնդիրը ինչպես կլուծի, ինչպես կարողանա լուծել դաշինքը։ Պարոն Բադալյան, հանրապետությունում քիչ չեն նաեւ, այսպես կոմունիստական կուսակցության պաստառները նրանց այսպես գովազդային այդ վահանակների վրա փակցված ունեն հնարավորություն կոմունիստները։
վերադառնալու խորհրդարան։ Վերջին անգամ 2002 թվականից հետո կարծում եմ, այսպես բուտաֆորիկ մասնակցություն է կոմունիստների մասնակցությունը, իհարկե ինչ որ իմաստ ունի։ Շատ է, չէ՞, մեր հասարակության մեջ շատ կան, այ կոմունիստների ժամանակ էսպես է, տարեսպարտիկ նշում են։ Իհարկե կան, եւ կոմունիստների մասնակցության իմաստն էլ ներգրավվածության, ներգրավման իմաստն էլ թերևս դա է, որ հասարակության այդ մասը չգնա որևէ ընդդիմադիր այլ ուժի, այլ մնա հենց իր կոմունիստներին եւ այդ արհեստականորեն կամ հավելյալ որևէ ձայն չգնա որևէ այլ ընդդիմադրի։ Ես կարծում եմ այլ իմաստ կոմունիստների մասնակցությունը թերևս չունի։ Հայկական վերածնունդը նույն գծի մեջ է կարծես թե ինչպես նախորդ ընտրություններում։ Հայկական վերածնունդը, այսպես ասեմ, ամենաաշխատունակ ուժերից մեկն է Հայաստանում եւ կայուն որոշակի դիրքերը եւ զանգվածը պահում են։ Գուցե զարմանալի կարծես դաշնակցության մասով։ Այո, նաև դաշնակցության մասով է, իհարկե տարբեր հարթություններում են, բայց նաև դաշնակցության մասով, բայց դաշնակցությունը եթե շատ էական նշանակություն ունի գաղափարական տարր է եւ կուսակցական կառուցվածքային, ապա հայկական վերածնունդի դեպքում ավելի շատ ադմինիստրատիվ աշխատանքը բավական շատ է նկատելի այդ կուսակցությունում եւ որը թույլ է տալիս նույնիսկ ամենավատ իրավիճակներում պահել նվազագույն դիրքեր, որոնք թույլ են տալիս մնալ քաղաքական process-ների մակերևույթին։ Եվ վերջին հարցս, պարոն Բադալյան, ինչպես ասացի, մոտ 1 շաբաթ է մնացել այս քարոզարշավի ավարտին, եթե այսպես որևէ նոր, այսպես կտրուկ զարգացումներ տեղի չունենան, ըստ արդեն ընտրողը կողմնորոշված է, ում պետք է տան ձայնը։ Ես կարծում եմ ընդհանրապես հենց process-ի սկզբից էր ընտրողը մեծ մասը ընտրազանգվածի կողմնորոշված եւ ընդհանրապես դա հայաստանյան քաղաքական իրականությունից բխող երևույթ է, ընտրությունները ավելի շատ այստեղ վերածվում են, նաեւ ելնելով խաղի կանոնների առանձնահատկությունից եւ ավանդույթների, որ ձևավորվել են այս ընթացքում, ընտրությունները ավելի շատ մոբիլիզացիոն process են, քան հենց բուն ընտրություն, երբ որևէ ուժ փորձում է համոզել որևէ քաղաքացու։ Եվ խնդիրն այն է, թե որ ուժը ինչքանով կկարողանա մոբիլիզացնել միայն հանրապետականը այլ բան առաջարկեց, մնացածը բոլոր կուսակցությունները, բացի հանրապետական, թե հանրապետականն է երբեմն նշում, որ այսինքն խնդիրը կա պետք է լուծել, ընդհանուր բոլորը մի այսպես գաղափարի շուրջ են գնում։ Տնտեսության զարգացում, այսպես չգիտեմ, սոցիալական փաթեթների այսպես մեծացում, այսինքն ընտրողը դրա համար է նշում, այս 1 շաբաթ է մնացել, արդեն կողմնորոշվել են ըստ ձեզ։ Ես դրա համար եմ ասում, որ կողմնորոշվելու, այսինքն չի առաջարկվել որևէ նոր բան, որը կարող է վերակողմնորոշել։ Խոսքը իհարկե այն ընտրազանգվածի մասին է, ովքեր իսկապես այսպես ընտրում են ըստ գաղափարների, ըստ ծրագրի։ Այդ ընտրազանգվածը չափազանց փոքր է Հայաստանում։ Այդ ընտրազանգվածը փոքր է։ Հիմնականում ընտրում են կամ անձի, ես կարծում եմ շատ քիչ է եւ այդ ընտրազանգվածը չի, որ ընտրություններում տրամադրություն է ստեղծում եւ ելք որոշում։ Ընտրություններում որոշող ընտրազանգվածը վաղուց արդեն բաժանված է եւ ուժերը գիտեն թե որտեղ է իրենց ընտրազանգվածը եւ ամբողջ խնդիրը հետեւյալն է կկարողանան մոբիլիզացնել եւ տանել ընտրատարածքներ։ Մեկը մոբիլիզացնում է գաղափարական ծրագրային մոտիվացիայով ենթադրենք, որևէ արժեքային կամ անձնական։ Մյուսը մոտիվիզացնում է փողով, վարչական ռեսուրսով, ուժով եւ այլն։ Բայց գլխավոր խնդիրը դա է, ով կկարողանա առավելագույնս մոբիլիզացնել եւ իր ընտրազանգվածին տանել ընտրատեղամաս։ Շնորհակալություն, պարոն Բադալյան, հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։